Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը 2025 թվականի մայիսին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2024 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը տարեսկզբում ունեցել է միայնակ սեփականության իրավունքով մեկ հողամաս Կոտայքի մարզի Նայիրի համայնքում, սակայն տարվա ընթացքում 36 միլիոն 323,902 դրամով բնակարան է ձեռք բերել Երևանում, նաև 1 միլիոն 215,000 դրամով հողամաս Տավուշի մարզի Իջևան համայնքում։ Որպես տարեկան եկամուտ նա հայտարարագրել է 23 միլիոն 806,826 դրամ աշխատավարձ վարչապետի աշխատակազմից և 2 միլիոն 965,047 դրամ այլ եկամուտներ ֆինանսների նախարարությունից։ 2024-ի տարեվերջում Հարությունյանի բանկային հաշվին եղել է 11 միլիոն 514,412 դրամ, իսկ կանխիկ միջոցները կազմել է 90,000 դրամ։ Նա հայտարարագրել է նաև 3 միլիոն 696,000 դրամ վարկի մարվան ուղղված վճարումներ և 5 միլիոն 461,356 դրամ այլ միանվագ ծախս։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ համատեղ բնակվող Էդուարդ Հարությունյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է համատեղ սեփականության իրավունքով մեկ բնակարան Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, որը տարեվերջում պահպանվել է։ Որպես տարեկան եկամուտ նա հայտարարագրել է 818,640 դրամ կենսաթոշակ։ 2024-ի տարեվերջում Հարությունյանի բանկային հաշվին եղել է 1,103 դրամ, իսկ կանխիկ միջոցները կազմել է 25,000 դրամ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ համատեղ բնակվող Մարինե Աղաջանյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է 2 բնակարան Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, որոնցից մեկը միայնակ, մյուսը համատեղ սեփականության իրավունքով։ Դրանք տարեվերջում պահպանվել են։ Որպես տարեկան եկամուտ նա հայտարարագրել է 526,254 դրամ կենսաթոշակ։ 2024-ի տարեվերջում Աղաջանյանի բանկային հաշվին եղել է 3,064 դրամ, իսկ կանխիկ միջոցները կազմել է 20,000 դրամ։